Պարոն Ռուստամյան, հարկային նորօրինց գրքի շուրջ քննարկումները ազգային ժողովում բավականին թեժ են։ Հանրապետական խմբակցության ղեկավարը թեև ունի մի շարք մտահոգություններ, սակայն առաջարկում է առաջին ընթերցման քվեարկությամբ, հետո այն դրա մշակելու ամռան ընթացքում բոլոր մտահոգությունները շտկելու հետ կապված աշխատանքներ տանել երկրորդ ընթերցման համար։ Ինչ է կարծում, այս տեսքով արժե առհասարակ դնել հարկային նորօրինց գիրքը քվեարկության եւ անձամբ հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը վաղ ինչպես է քվեարկելու։ Մենք կողմ չենք կարող լինել այս վիճակով առաջարկված նախագծին, ձեռնպահ ենք քվեարկելու եւ հիմա մենք այն փուլում ենք, որ պատրաստում ենք մեր առաջարկությունները կապված փոփոխությունների հետ, որ առաջին ընթերցման ռեժիմից հետո իրականացվի եւ դրանով պայմանավորված մենք արդեն երկրորդ ընթերցման ժամանակ քվեարկենք։ Մեր հիմնական մոտեցումն այն է, որ այն նպատակը, որ դրվում է այս օրենքով լուծելու, այդ նպատակին համապատասխան գործիքակազմ չկա։ Ավելի մտահոգիչ բաներ կարող են առաջանալ, որ ճիշտ հակառակ էֆեկտը ստանանք։ Նախ մեր համար միշտ, երբ որ որևէ մանավանդ այսպիսի ծավալուն օրենսգիրք է բերվում, ըստ էության, պետք է բավականին լուրջ քննարկման շղթա անցնի։ Եվ ոչ միայն ազգային ժողովում, այլ նաև հասարակության մեջ եւ առաջի հերթին հենց նրանց հետ, ովքեր այդ օրենքով պետք է աշխատեն, մեր ձեռներեցները, մեր տնտեսության հիմնական դերակատարները եւ մեր ունեցած նաեւ քննարկումները նրանց հետ մենք այդ քննարկումների մեջ ենք նաեւ այս ընթացքում շատ հստակ ցույց են տալիս, որ իրենք շատ լուրջ մտահոգություններ ունեն եւ տեսնում են։ Եվ իրենց հետ միասին է, որ մենք հիմա ձևավորելու ենք մեր առաջարկությունների փաթեթը եւ կներկայացնենք։ Կարծիք կա, որ այս ամենը փաստորեն կարծեք թե միտված է փոքր եւ միջին ձեռնարկատերերին ճնշելու նպատակ ունի, հա, այս հարկային նորօրինց գիրքը, ունեք դուք նման մտահոգություն թե ոչ։ Մի քանի տարի մենք խոսում ենք մծների փակման մասին, փաստորեն այս գործընթացը այս նորօրինց գրքով ավելի մեծ թափ կստանա։ Հենց այդ գործիքակազմը չկա, որը բարի նպատակներով է միշտ ցանկացած օրենք բերվում, որ տնտեսությունը խթանվի, հարկային դաշտում ավելի առողջացվի իրավիճակը, հարկատուները միշտ գործեն ստվերից դուրս եւ մենք իմանանք մեր հաշվարկներով տնտեսության հետ կապված ինչպիսի ներդրումներ կարող ենք ունենալ եւ ապագա գնահատել, հեռանկարը գնահատել։ Այստեղ մենք տեսնում ենք շատ հարցեր ուղղակի ոչ թե լուծվում են, այլ ավելի մեծ խնդրեմ են առաջացնելու։ Հարկային բեռը նախ մեծացվում է, այսպես թե այնպես։ Հասնում ենք այնտեղ, որ դիվիդենդներն են արդեն հարկվում։ Այն որ ժամանակին նախատեսել էինք, որ հնարավորինս դյուրինացվի մեր ներսում տնտեսվարողի գործունեությունը, հիմա ավելի դատական քաշքշուկների դաշտ է բացվելու այս նոր առաջարկությունների հիման վրա։ Էլ չեմ ասում այն առաջարկները, որոնք մենք ժամանակին անցկացրել էինք համատեղ, միասնական, որ շրջանառության շեմը բարձրացվեր 115 հասցվեր 115 միլիոն, հիմա իջեցվում է նախկին սկզբնականից էլ ավելի քիչ։ 58 էր, դառավ 115, հիմա դարձվում է 40։ Այսինքն նման խնդիրներ կան, որոնք բնականաբար մեզ չեն կարող բավարարել եւ դրա հետ կապված մենք առաջարկություններ ենք պատրաստում, բայց ավելին ասեմ, մենք ասում ենք, որ տնտեսությունը խթանելու համար այդպիսի զուտ միայն վարչարարական մեխանիզմներ աշխատացնելը շատ սխալ է։ Մենք պետք է ձևավորենք գնողունակ պահանջարկ։ Այդ գնողունակ պահանջարկը չի երևում, որ այստեղ ձևավորվելու է։ Ավելին շատ ապրանքատեսակներ անհասանելի են լինելու, նախ շատ ճիշտ էին որոշ հաստատումներ, որ մենք մյուս ծրագրերը չպետք է մոռանանք, չէ՞, մենք որպես կառավարություն ինչ ծրագրեր ենք նախատեսել, ոչ միայն ստվերի կրճատման հետ կապված, աղքատության կրճատման հետ կապված, գործազրկության կրճատման հետ կապված, սրանք նպաստելու են աղքատությունը կրճատվի։ Ոչ։ Եվ չի երևում դա, որ իսկապես դրան է բերելու։ Գործազրկությունը կարող է ընդհակառակն աճել, աղքատությունը նույնպես կարող է աճել։ Այսինքն պետք է կոմպլեքս նայվեն հարցերը եւ ուրեմն այս հապճեպությունը հենց թույլ չի տալիս, որպեսզի մենք կարողանանք խորքային այս խնդիրներին անդրադառնալ։ Իհարկե, առաջին ընթերցումից հետո մինչև երկրորդ ընթերցում մինչև սեպտեմբերը նկատի ունեցում, որ ժամանակ ունենանք, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ մենք պետք է դարձնենք պրակտիկա, մանավանդ
հիմնարար առանցքային նշանակություն ունեցող օրենքները, նախաձեռնությունները նախնական լուրջ քննարկումների ճանապարհով պետք է անցնեն։ Պարոն Ստամյան, ձեռնպահ Ձեռնպահ ես ասացի, որովհետև բնականաբար մենք կառավարության մաս ենք եւ հիմա մենք միայն քննադատելու խնդիր չպետք է դնենք, նաեւ ինքներս պետք է առաջարկենք։ Ժամանակ հնարավոր է նաեւ Սերժ Սարգսյանի նախագահությամբ արդեն նաեւ քննարկեք հարկային այսօրից գիրքը որպես կարևորագույն խնդիր այսօր։ Մենք բոլորի հետ էլ այդ քննարկումներն իրականացնում ենք եւ մեր համագործակցության շրջանակում էլ մեր կարգավիճակից բխող նաեւ իրավիճակում էլ ենք, դրա համար հիմա մենք աշխատում ենք ավելի շատ կոնկրետ քայլերով հասնել այս նախագծի բարեփոխմանը, բարելավմանը։ Դա այդքան չենք կարողանում անպայման հրապարակային ելույթները դրանք պետք է անեն, ովքեր որ ուրիշ տեղ աշխատելու խնդիր չունեն։ Մենք ունենք ուղղակի անմիջական աշխատելու հարց նույն հեղինակների հետ, իրավիճակը շտկելու հետ կապված լուրջ փաթեթ ձևավորելու խնդիր ունենք, առաջարկությունների եւ այդ դրանով կզբաղվենք եւ դա կկատարենք, կարծում եմ, որ կհասնենք նրան, որ ի վերջո ունենանք մի օրենք, որը բավարարի առաջի հերթին հենց ձեռնարկատերերին մեր տնտեսության խնդիրները լուծելու առումով։ Այսօր նաեւ խոսքեր հնչեցին, եւ որ եթե հետ չկանչի կառավարությունը այս նոր նախագիծը, այնուամենայնիվ մարդկանց փողոց դուրս կբերեն, պայքարի այդ մեթոդներ են ունում, կամ Հայաստանում ուղղակի կմնան միայն ծայրահեղ հայրենասերները, դուք ունեք նման։ Դե ես չեմ ուզում այդպիսի ծայրահեղ տեսակետներ արտահայտել, հետո մեր դաշտ աշխատանքի փողոցում չի։ Մենք այսօր աշխատելու մեր սեփական դաշտն ունենք, հնարավորություն ունենք եւ բնականաբար այդ կոչերը կարող են անել նրանք, ովքեր այդ առիթը չունեն։ Ես ասում եմ, մեր հիմնական հարցն ինչն է։ Մեր հիմնական հարցն այն է, որ այս օրենքը, որը ներկայացվեց, նախագիծը բարեփոխվի այնպես, որ ծառայի նախ իր նպատակին չառաջացնի նոր խնդիրներ, խնդիրներ եւ առաջերտին դա բավարարի մեր ձեռնարկատերերին, մեր ձեռներեցներին։ Խթանի տնտեսությունը, որպեսզի այդ վատ կանխատեսումներն, այդպես ասած, չառաջանան։ Հիմա մենք այո, կարող է ծանրացնելով հարկային բեռը խրտնեցնենք եղածներին էլ եւ մարդիկ ուրիշ տնտեսությունն այդպես է, նա կգտնի իր ամենալավ դրսևորելու տեղը եւ հաշվարկները, որ կատարում են ձեռներեցները, շատ ավելի հիմնավոր են, շատ ավելի իրենց մեթոդները փորձարկված են եւ բնականաբար իրենց աշխատատեղը կգտնեն, բայց մեր խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա եւ Հայաստանում հարկատուները շատանան, ոչ թե հարկերը մեծանան։ Ես անհրաժեշտ է հարկատուների քանակ մեծացնել։ Մեկ խոշորի փոխարեն ունենանք 100 փոքր եւ միջին ձեռնարկատեր։ Այստեղ է մեր դաշտը։ Ուրեմն մենք այդ ուղղությամբ ենք հենց առաջնորդվելու, որպեսզի կարողանանք այս նախագիծը բարեփոխել։ Դավիթ Հարությունյանը եւ նաեւ Լևոն Զուրաբյանը չեն զգում, որ այդ հանդիպումները կոնսենսուսի շուրջ շարունակվում են։ Վերջապես չեն զգում։ Հա, չեն զգում, որ այդ հանդիպումները առ այսօր շարունակվում են եւ շատ հնարավոր է առաջիկայում այդ կոնսենսուսը լինի։ Պարոն Ստամյան, հիմա դուք այդ հանդիպումների 4+4 ձևաչափի հանդիպումներում այս պահին կաք թե ոչ, ձեզ հետ քննարկում եք թե ոչ եւ առհասարակ 5 պահանջներից, որի շուրջ է որ կգնաք ընդհանրապես ընդդիմությանը։ Հենց սկզբից էլ քաջալերել ենք կողմերին, որպեսզի կոնսենսուսը առաջանա, եւ հենց սկզբից էլ ասում ենք, որ կոնսենսուսը ինքնին կարևոր արժեք է։ Եվ այդ արժեքը այն իմաստով է կարևոր, որ վստահություն առաջանա ապագա ընտրությունների նկատմամբ։ Եվ անգամ եթե մենք ունենք ժամկետների հետ կապված խնդրեմ, որ մի տարի առաջ պետք է փոխվեր եւ բնական է դա պահանջներից մեկն էր, բայց ես կարծում եմ, այդ գինը կարելի է վճարել, գնալ լրացուցիչ քայլերի, որը կբերի նրան, որ մենք կունենանք ընտրական օրենսգիրք ընդունված համախոհության միջոցով։ Իսկ այդ համախոհությունը երկուսի մեջ չի։ Համախոհությունը նշանակում է բոլորը միասին են համախոհ, այդքան նաեւ մենք։ Այսինքն մեր բնականաբար հետևում ենք process-ին, մենք տեղյակ ենք ինչի մասին է խոսքը գնում, որտեղ են խնդիրները, ես այն ժամանակ էլ ասում եմ, որ շատ մոտ է համաձայնությունը, եւ այդպիսի անհաղթահարելի դժվարություններ չկան, որ դրա պատճառով ձախողվի հնարավոր համախոհությունը։ Անկամ ես ասում եի, որ ճիշտ կլինի, որ հրապարակվի
այն փաստաթուղթը, որի շուրջ հասնում էին արդեն կողմերը համաձայնության, բայց ինչ որ մեկի պատճառով դա տեղի չունեցավ։ Թող ինքը հասարակությունը գնահատի, թե այդ ինչ որ մեկը ինչու խափանեց։ Կարծում եմ, որ դա էլ է դեր խաղացել, որ մարդիկ ի վերջո ճիգ գործադրեն եւ գնան համախոհության հասնեն, շատ լավ է։ Այստեղ հնարավոր է կոնսենսուս այս փուլում անգամ երրորդ հաղորդումից հետո։ Այո, իհարկե հնարավոր է, միշտ էլ կոնսենսուս հնարավոր է, միշտ էլ դրան պետք է ձգտել եւ դրա առիթը միշտ պետք է օգտագործել։ Անգամ եթե քաղաքասարակությունը համաձայն չէ, պարոն Ռուստամյան, կարծեք թե Թող իրենք պատասխան տան, ինչին չեն համաձայնում, նորից եմ կրկնում։ Եթե չեն համաձայնվում, մարդիկ պետք է ասեն ինչին չեն համաձայնվում, չէ՞, այսինքն կարելի է մի քիչ ճիգ գործադրել, իր սեփական ամբիցիաները մի կողմ դնել եւ ընդհանուր պետության համար հասնել համախոհության։ Եթե դա չեն անում, ուրեմն իրենք բոլորովին այն նպատակ են հետապնդել։ Ուրեմն իրենց բացարձակապես պետք չի, որ մենք ունենանք համաձայնեցված ընտրական համակարգ, վստահելի ընտրական համակարգ։ Մեզ պետք է մի բան, որ մենք քննադատենք, որ այդ դիրքերից անդադ խոսենք, վատաբանենք, նախապես ասենք ընտրությունները կեղծվելու են, ամենավատ ընտրություններն են լինելու եւ այլն, մարդիկ կան, որ այդ լեքսիկոնից, այդ բառապաշարից չեն ուզում հրաժարվել, որտեղ ուրիշ բառապաշար չունեն պարզապես։